Փետրվարի 3-ին ժամը 03:46-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Աթարբեկյան թաղամասում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ներքին գործերի նախարարության փրկարարծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վանատուր թաղամասի տներից մեկի մոտակայքում կայանած Opel Magnishi ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:10-ին, մարվել 04:25-ին։ Այրվել են Opel Magnishi ավտոմեքենայի շարժիչի հատվածը եւ սրահը մասամբ։ Փետրվարի 3-ին վրայերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Մհեր Մ-ն իր վարած Hyundai Elantra Magnishi ավտոմեքենայով Աթոյան փողոցում վրայերթի է ենթարկել հետիոտն Երևանի բնակիչ 57-ամյա Նարինե Պ-ին։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները հունվարի 26-ին Երևան-Սևանի-Ջևան ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են ՎԱԶ-217020 Magnishi մի մեքենա։ Ստուգման ընթացքում պարզվել է, որ մեքենայի սրահի ակնհայտ տեսանելի հատվածում մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածներ կան։ Վարորդը ձերբակալվել եւ մեքենայով հանդերձ տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթ եւ կիսամոխրացած հետքերով կաթուցիչ։ Պարզվել է, որ աշտարակի բնակիչ 23-ամյա երիտասարդը իրացնելու նպատակով տելեգրամյան ալիքի միջոցով ձեռք է բերել թմրամիջոցի զանգվածով 42 փաթեթ, որոնց մի մասը տեղադրել է Երևան-Սևանի-Ջևան ճանապարհի Սևանի վարչական տարածքի տարբեր հատվածներում, իսկ մի մասը գտնվում է հատուկ պահպանվող տարածք տեղափոխված ՎԱԶ-217020-ի մեջ։ Պարեկային ծառայության ոստիկանության գվարդիայի ու համայնքային ոստիկանության Դավիթ Հաշենի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի Սասնածռերի փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել թմրամիջոց պահելու եւ օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել եւ Hong G Magnishi մեքենայով հանդերձ Դավիթ Հաշենի բաժին են տեղափոխել 42-ամյա վարորդին եւ 30-ամյա ուղևորին։ Վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված եւ մոխրացած հետքերով 2 կաթուցիչ։ Նա հայտնել է, որ հայտնաբերված զանգվածը մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է, որը ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով։ Ծառայողները հունվարի 27-ին համատեղ ուժեղացված ծառայության ժամանակ Արշակունյաց պողոտայում ստուգման նպատակով կանգնեցրել են Chevrolet Magnishi մեքենան։ Մեքենայի սրահի ակնհայտ տեսանելի հատվածում հայտնաբերվել է կիսամոխրացած հետքերով կաթուցիչ։ Վարորդը եւ ուղևորը մեքենայով հանդերձ տեղափոխվել են Շենգավիթի բաժին։ 33-ամյա վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շոկոտ տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված, իսկ 17-ամյա ուղևորի անձնական խուզարկությամբ կաթուցիչ։